Chinese journalist from Չինաստանից Սիմպան նորությունների գործակալություն հարգարժան վարչապետ մեծ պատիվ է իհարկե ձեզ հարց ուղղելու հնարավորությունը։ Ես ունեմ երկու հարց։ Առաջինը այս տարվա օգոստոսին ձեր այցելության ընթացքում Չինաստանը եւ Հայաստանը հայտարարեցին, որ ռազմավարական գործընկերություն են մեկնարկում։ Ձեր կարծիքով այս նոր դիրքորոշման հետևանքը կարևորությունը ո՞րն է մեր երկու երկրների միջև։ Առաջին հարցը, երկրորդ հարցը։ Հայաստանը ճանապարհների կառուցման նախաձեռնություններում առաջինն է եղել, նաև հիմա խաղաղության խաչմերուկի հեղինակներից մեկն է։ Հիմա խնդրում ասեք, մենք մեր երկրները որ ոլորտներում պետք է համագործակցեն, որպեսզի կարողանանք խաղաղության խաչմերուկի եւ մյուս ճանապարհային նախաձեռնության համադրությունը դիտարկել։ Տերության Հայաստանի եւ Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության ընդունված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը նշանավորում է մեր հարաբերությունների նոր մակարդակը եւ իհարկե շատ տպավորիչ այց էր եւ մեծ պատիվ էր նախագահ Սի Ցզինպինի հետ ընդունել այդ փաստաթուղթը եւ այդ թվում ռազմավարական գործընկերության փաստաթղթում հղում կա խաղաղության խաչմերուկ նախագծին եւ գոտի եւ ճանապարհ նախագծին եւ ակնհայտ է, որ այդ նախագծերը բովանդակային առումով ունեն համընկումներ, բայց ուզում եմ ընդգծել նաեւ, որ այդ նախագծերը եզակի չեն իրենց համընկումներում, այսինքն կան էլի նախագծեր, որոնց հետ համընկումը նկատելի է, երկու նախագծերի է, այդ թվում միջին միջանցք եւ այլ նախագծեր էլ կարելի է հիշատակել, ինչը լավ է։ Մեր տեսակետից լավ է, ինչը նշանակում է, որ մասնավորապես խաղաղության խաչմերուկը, մասնավորապես Թրիփրուտ նախագիծը իրենք մի կետ են, որը կարող է համատեղել տարբեր երկրներում ձևավորված բովանդակությունը եւ իմ կարծիքով դա գործնականում տեղի է ունենում, պարզապես պետք է լինել պրոֆեսիոնալ, հետևողական եւ համբերատար։ Այսինքն իմ կարծիքով վերջին տարիների մեր արտաքին քաղաքական ընդգծումները եւ սա է միջայլոց բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության էությունը ոչ թե բախվում են, այլ ընդհակառակը լրացնում են մեկը մյուսին։ Պարզապես անհրաժեշտ է, որ սա բավարար չափով պարզաբանվի եւ լուսաբանվի, որովհետեւ 21-րդ դարի մարդը, այդ թվում եւ քաղաքական գործիչները ունեն մի այսպիսի առանձնահատկություն, կարդում են վերնագրեր եւ չեն կարդում տեքստեր, բայց այնուամենայնիվ նրանք, ովքեր պատասխանատվություն եւ առաջնորդություն ունեն, պետք է նաեւ ունենան տեքստեր կարդալու համբերատարություն եւ այդ տեքստերի ընթերցումը շատ հաճախ ակնհայտ է դարձնում վերնագրերից ստացված տպավորությունների խաբուսիկ լինելը։ Ինչ առիթով եմ սա ասում։ Մասնավորապես Վաշինգտոնյան հռչակագրից հետո մի շարք գործընկեր երկրներում որոշակի մտահոգություններ բարձրացան, բայց ժամանակի ընթացքում այդ մտահոգությունները ոչ միայն փարատված են, այլև ընդհակառակը մենք տեսնում ենք գործընկեր երկրներից հետաքրքրություն մասնակցելու եւ ներկա լինելու տեղի ունեցող process-ներում եւ տեսնելու եւ նկատելու այն առավելությունները, որոնք մի շարք երկրների, որոնք մտահոգություններ էին արտահայտում, կբերի այդ նախագծերի իրականացումը։ Եվ ես այս առումով իհարկե շատ
ոգևորված եմ, որ հնարավորություն կա Հայաստանը դարձնել իսկապես խաղաղության խաչմերուկ։ Dear Prime Minister, Հարգարժան վարչապետ, մենք ունենք մեկ հարց Ալբանիս Հուսեյնով, Ղազախստան։ 3 պատվիրակ ունենք Կենտրոնական Ասիայից, մեկը Ղազախստանից, մեկը Ուզբեկիստանից։ Եվ կցանկանայի հասկանալ, թե ինչ հեռանկարներ եք տեսնում Կենտրոնական Ասիայի եւ Արևկովկասյան տարածաշրջանի համագործակցության տեսանկյունից։ Իրականում այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ Tripro նախագիծը Կենտրոնական Ասիայի երկրները կարծում եմ այդ նախագծերի առաջնային շահառուների ցանկում են եւ ես ձեզ մի օրինակ բերեմ, ինչը կարծում եմ ավելի ամբողջական պատկերացում կտա մեր պատկերացումների մասին։ Հայաստանը եւ Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ են։ Եվրասիական տնտեսական միությունը ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի եւ կապիտալի ազատ հոսքի մասին է։ Բայց երբ մենք այսօր նայում ենք, իմիջիայլոց նաեւ Ղրղզստանը, բայց երբ մենք այսօր նայում ենք մեր փոխադարձ առևտրաշրջանառությանը, տեսնում ենք, որ այնուամենայնիվ Եվրասիական տնտեսական միության բովանդակային տրամաբանությանը չի համապատասխանում, որովհետև էականորեն նվազ է փոխադարձ առևտուրը։ Եվ ինչի պատճառով։ Այդ թվում հաղորդակցության արագ եւ էժան ուղիների բացակայության պատճառով, որովհետև այնպես չի, որ հաղորդակցության ուղիները բացակայ են։ Այդ հաղորդակցության ուղիները կան, բայց այդ հաղորդակցության ուղիները երկար են եւ թանկ։ Եվ տեսեք, թե ինչ է տեղի ունենում այս օրերին։ Այս օրերին քիչ առաջ նշված համաձայնությունների արդյունքում Ղազախստանից երկաթուղով հացահատիկ է գալիս Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով, որովհետև վերջերս Ադրբեջանի նախագահ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան տարանցման բոլոր սահմանափակումները, եւ ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը, ինչի մասին արտահայտվել եմ նաեւ միջազգային հարթակներում, եւ այս հայտարարության պարզվեց առաջին շահառուն Կենտրոնական Ասիայի երկրներն են։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը առաջին հերթին, բայց նաեւ Կենտրոնական Ասիայի երկրները։ Թվում է, թե չէ շատերն ասում են, որ տեսեք, այս process-ները դեմ են կամ հակասում են Եվրասիական տնտեսական միության շահերին։ Հիմա տեսեք, այն ինչ որ այս համաձայնություններից առաջ հնարավոր չէր երկու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև, հնարավոր դարձավ Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում եւ դրանից հետո։ Եվ սա պարզ օրինակ է, թե ինչ օգուտներ կարող են լինել։ Նույնը եւ Ուզբեկստանի դեպքում իհարկե մենք շատ մեծ ցանկություն ունենք նաեւ Ուզբեկստանի հետ մեր հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական խորացնելու։ Դա շատ լավ տեսություն է, որը գործնականում իրականացման բազում առաջին հերթին լոգիստիկ խնդիրների է հանդիպում եւ այս նախագծերի իրականացումը իհարկե նպաստելու է այդ խնդիրների լուծմանը եւ սա ճանապարհ է այդ թվում Հայաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու եւ հիմա արդեն ապացույցը սա արդեն մի հանգամանք է, որը ունի ապացուցելի հենք, բայց ես ուզում եմ ընդգծել նաեւ, որ տեսեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո տարանցման սահմանափակումները վերացնելու մասին մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք հենց այսօր ապահովել Թուրքիայից Մարգարայով, այս քարտեզի վրա Մարգարան չի երևում, ներողություն, Մարգարայով ու Խնձորեսկով Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը ապահովելու։ Ինչու ենք մենք հիմա դա հիշատակում միայն, որովհետև այս պահին դա միակ ուղին է, որ բոլոր ճանապարհները ենթակառուցվածքները պատրաստ են։
Իհարկե մենք Վաշինգտոնի հռչակագրով երրորդ կետում նաև արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանը միմյանց համար կապուղիների, այդ թվում երկաթուղին ապաշրջափակելու օրակարգը, որը իրականացման փուլում է։ Քաղաքական մակարդակում մենք խնդիր չունենք նաև Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև այդ թվում երկաթուղային կապ ապահովելու, բայց հիմա ուղղակի ֆիզիկապես դա հնարավոր չի անել, որովհետև չկա երկաթուղին։ Այս երկաթուղին դեռ պետք է կառուցել, ինչի շուրջ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որովհետև Վաշինգտոնի հռչակագրով դա պետք է տեղի ունենա TRIP նախագծի շրջանակում, որը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգի հարց է, որտեղ իհարկե ունի հետաքրքրություններ Ադրբեջանը, որտեղ հետաքրքրություններ ունի Թուրքիան, որտեղ հետաքրքրություններ ունի Վրաստանը, որտեղ հետաքրքրություններ ունի Իրանը, որտեղ հետաքրքրություններ ունի Ռուսաստանը, որտեղ հետաքրքրություններ ունեն Կենտրոնական Ասիայի երկրները։ Ես օրինակ տեսեք, նաև այդ թեման է խոսվում, թե իսկ ինչքանով է պայմանավորվածությունները, ինչքանով են համապատասխանում մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության շահերին։ Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ համաձայնությունների իրականացման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով եւ հակառակ ուղղությամբ։ Շատ է խոսում, թե իսկ Վրաստանի շահերին ինչքանով է համապատասխանում, այս նախագծի իրականացմամբ Վրաստանի տարանցիկ հնարավորությունները էականորեն կմեծանան Սև ծով Պարսից ծոց ուղղությամբ եւ նաեւ այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը երկաթուղային կապի հնարավորություն կունենա եւ իմիջայլոց արդեն խոսք է գնում այն մասին, որ այդ թվում Ռուսաստանը կարող է երկաթուղային փոխադրումներ իրականացնել դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Նկատի ունեմ այն ինչ տեղի է ունենում ակնհայտորեն երկարաժամկետ խաղաղության եւ կայունության գործոնը եւ տնտեսական համագործակցության ու զարգացման, այդ թվում Կենտրոնական Ասիայի երկրների համար։